Իշխանությունը մեր դեմ իր միջուկային զենքը գործի դրեց, բայց ես չեմ հանձնվի եւ չեմ դավաճանի ինձ աջակցող միլիոնավոր ֆրանսիացիներին, այսօր հայտարարեց Ծայրահեղ աչերի առաջնորդ Մարին Լը Պենը արձագանքելով Փարիզի դատարանի երեկվա որոշմանը, որը 5 տարով արգելեց նրան ընտրովի պաշտոն զբաղեցնել Եվրամիության միջոցները չարաշահելու համար։ Le système a sorti la bombe nucléaire. Համակարգը հանեց իր միջուկային ռումբը եւ եթե նրանք այդպիսի հզոր զենք են կիրառում մեր դեմ, նշանակում է, որ մենք կարող ենք հաղթել ընտրություններում եւ նրանք ընդունում են, որ մեր դեմ մինչ օրս կիրառված նրանց քայլերն անօգուտ են եղել եւ հիմա նրանք ստիպված են ճնշումներն այլ մակարդակի հասցնել։ À la vitesse supérieure. Ֆրանսիայում եւ երկրի սահմաններից դուրս շատերն են նրա դեմ դատավճիռը համարում երկրաշարժ քաղաքական դաշտում։ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ դատարանը նախագահական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքական մահապատժի դատապարտեց ամենաբարձր վարկանիշն ունեցող տեխնացուին։ Aujourd'hui, il s'agit véritablement d'un séisme politique jamais. Սա իսկապես քաղաքական երկրաշարժ է, որի նմանը Ֆրանսիայում մինչ օրս չէր եղել։ Մարի Լը Պենի կշիռն ունեցող տեխնացուն, ով դեռևս առաջնորդում է Ֆրանսիայի առաջատար կուսակցություններից մեկը եւ պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, զրկվում է մասնակցության իրավունքից։ Que le personnel politique est condamné. Ազգային միավորման առաջնորդը, որ հայտնի է Ծայրահեղ ազգայնական հայացքներով Եվրամիության եւ ներգաղթյալների հանդեպ կոշտ քննադատությամբ, նախագահ Մակրոնի հիմնական քաղաքական հակառակորդն էր Ֆրանսիայի նախորդ 2 նախագահական ընտրություններում։ 2027-ի քվեարկությունը լինելու էր իշխանության գալու 4-րդ եւ վերջին փորձը, հայտարարել էր 56-ամյա Լը Պենը։ Դատարանը սակայն այդ ծրագրերի վրա մեծ խաչ քաշեց 3։ Անարդար է եւ անընդունելի Reuters-ին ասել են Փարիզի բնակիչներից շատերը։ Մյուսները դեռ վստահ են, որ նրա կուսակցությունը ոտքի կկանգնի եւ կշարունակի պայքարը նախագահի տեխնացու առաջադրելով Լը Պենի երիտասարդ համախոհ Ժորդան Բարդելային։ On est dans une forme d'excès dans le sens où Կարծում եմ նրանք չափնանցան այն իմաստով, որ այո, կարող է դատապարտել, բայց զրկել քաղաքացիներին նրան ընտրելու իրավունքից չափից դուրս է։ les citoyens de pouvoir donner Si elle se présente pas, Եթե նա չմասնակցի, նրա փոխարեն ուրիշին կառաջադրեն, օրինակ Բարդելային։ Չեմ կարծում, թե այդ կուսակցությունը դադարի գործել։ Bardella, il y a d'autres personnes qui pourront se. Oui, mais bon, c'est Նա միակը չէ, որ գումարներ է չարաշահել։ Շատերը կան, որ դրանով են զբաղվում եւ հանգիստ մնում են ազատության մեջ։ toujours là. Կուսակցությունը կոչ է արել աջակիցներին այս շաբաթ Կիրակի երկրով մեկ բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել։ Քաղաքական գործիչները չպետք է օրենքից վերդասվեն, բայց նաև օրենքները չպետք է օգտագործվեն մեծ հեղինակություն ունեցող գործիչներին քաղաքական պայքարից դուրս թողնելու համար, երեք հայտարարել է կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան։ Et il y a des millions de gens qui ce matin ont le sentiment Միլիոնավոր մարդիկ վստահ են, որ Մարի Լը Պենին դատել են շատ դաժան, շատ խիստ, ոչ այնպես, ինչպես սովորական մարդու, եւ միայն այն պատճառով, որ նա մեծ վարկանիշ ունի եւ կարող է մեր կուսակցությունը տանել հաղթանակի։ de mener le camp national à la victoire. Donc oui, il y a un climat. Դատավորները Լը Պենի դեմ ապացույցներն են վկայաբերում եւ մեղադրական եզրակացությունը, որ ձգվում է 150 էջից ավելի։ Ըստ այդ նյութերի Տիկին Լը Պենը տասնամյակներ առաջ Եվրախորհրդանի падգամավոր եղած ժամանակ այդ կառույցի հաշվին օգնականներ է վարձել, որոնք սակայն աշխատել են ոչ թե Բրյուսելի, այլ Լը Պենի սեփական կուսակցության համար։ Դատավորները փաստել են, որ Լը Պենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող աշխատավարձերը չի յուրացրել, բայց չարաշահել է Եվրամիության միջոցները։ Դրա համար պատիժը քաղաքական գործիչներն իրենք էին խստացրել բոլորովին վերջերս։ Non, on l'attendait, on l'espérait, on est très contents. Մենք սպասում ենք այս դատավճռին եւ երջանիկ ենք, որ դատարանը նման որոշում կայացրեց։ Նա արդարադատությունից խուսանավելու որևէ հիմք չունի։ Լը Պենի համախոհները սակայն պնդում են, թե իշխող էլիտաները արշավ են սկսել Եվրոպայում վերջին տարիներին մեծ թափ հավաքող ազգայնականության դեմ։ Շատերն են զուգահեռներ տանում Ռումինիայի հետ, որտեղ ամիսներ առաջ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղարկվեցին Ծայրահեղ աջ տեխնացու Կալին Գյորգեսկուի հաղթանակից հետո Ռուսաստանի միջամտության մեղադրանքով։ Սա մղձավանջային մի ֆիլմ է, բայց մեզ լրացնել չի լինի, քսում գրել է Իտալիայի փոխվարչապետ ազգայնական Մատեո Սալվինին։ Նիդերլանդների այդ ծայրահեղականների առաջնորդ Գերդ Վիլդերսը պնդել, չնայած դատավճռին Լը Պենը կհաղթի հաջորդ ընտրություններում։ Մտահոգություններ են հնչել նաև օվկիանոսի այն կողմից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատավճիռը շատ լուրջ հարց է որակել եւ համեմատել ընտրություններից առաջ իրեն ներկայացված մեղադրանքների հետ։ Ինքը Լը Պենը հայտարարել է, թե կբողոքարկի որոշումը, սակայն հստակ չէ, արդյոք մինչև 2027-ը դատական վերին ատյանները կհասցնեն լսել այդ գործը եւ եթե հասցնեն, ինչ որոշում կկայացնեն։